Գիտություն, միտք, ճարտարագիտություն, նորարարություն և անվտանգություն մեկ հարթակում։ Մարզահամերգային համալիրի թե ներսի և թե դրսի այս հատվածներում ներկայացված են հայկական ռազմարդյունաբերության վերջին ձեռքբերումները, անօդաչու համակարգերից մինչև կապի և կառավարման տեխնոլոգիաներ։ Ցուցահանդես ֆորումին մասնակցում են հայկական 40 ընկերություններ, ցույց տալով, թե ինչ ճանապարհ է անցել ոլորտը վերջին տարիներին և ապագայի ինչ ներուժ ունի։ Երկօրյա ցուցահանդես ֆորումը մեկ վայրում համախմբել է տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ոլորտների ներկայացուցիչներին, ընկերություններին, գիտահետազոտական կենտրոններին և ինժեներական թիմերին։ Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ողջունելով ներկաներին, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հիշեցրեց, ոլորտի իրական զարգացումը հնարավոր է դարձել վերջին տարիներին ընդունված ռազմավարական որոշումների, մասնավորապես եռամյա ծրագրի շնորհիվ։ Ներկայացնելով կառավարության նպատակները, նախարարն առանձնացրեց 3 հիմնական ուղղություն։ Առաջինը եւ որ ամենակարևորն է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց ունենալ հայրենական ռազմական արդյունաբերության համալիր ու զարգացած ոլորտ, որպեսզի այն սնուցի զինված ուժերին տեխնոլոգիական առաջընթաց, նորարարական առաջընթաց ապահովելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, Հայաստանի Հանրապետության բանակին։ Երկրորդը նոր տնտեսության սեգմենտի ձևավորումն է, ռազմարդյունաբերությունը դարձնելով տնտեսության նոր և արագ զարգացող ճյուղ։ Եթե մի քանի տարի առաջ պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում պետության ներդրումների արդյունքների մասին խոսում էին հիմնականում ապագայի տեսանկյունից, ապա այսօր արդեն խոսում են կոնկրետ թվերով։ Ռազմական արդյունաբերությունը այսօր շուրջ 70 միլիարդի հասնող շրջանառություն է ձևավորել տնտեսության ներսում։ Երրորդը գիտության զարգացումն է պետական պատվերների միջոցով կիրառական գիտական արդյունքների նկատմամբ արդյունաբերական պահանջարկի ձևավորումը, ինչը նպաստում է գիտության և շուկայական տնտեսության փոխկապակցվածության խորացմանն ու գիտություն-արդյունաբերություն կապի ամրապնդմանը։ Հայրապետյանի խոսքով նախորդ ամիս ռազմարդյունաբերական 3 ընկերություն արդեն արտահանել է ռազմական նշանակության արտադրանք 2 տարբեր մայրցամաքներ։ Այսպիսով հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները ոչ միայն ապահովում են երկրի պաշտպանունակության ամրապնդումը, այլ նաև դուրս են գալիս արտաքին շուկաներ, կնքելով տասնյակ միլիոնավոր դոլարների գործարքներ տարբեր մայրցամաքների երկրների հետ։ Ոլորտի ներկայացուցիչները վստահեցնում են, սա երկար ճանապարհի միայն սկիզբն է։ Բանակի ձեռքբերումները 2018 թվականի նկատմամբ տասնյակ անգամներով, նույնիսկ հարյուրավոր անգամներով ավել են հիմա։ Արամազդ, Միր, Լուսան, Շանտ, Ատլանտ, Որոտ, Աղեղ եւ այսպես շարունակ։ Հայրենական արտադրության զինտեխնիկան նաև հայկական անուններ ունի։ Գերժամանակակից այս զրահապատ տեխնիկան օրինակ դեռ անուն չունի, բայց հեղինակների վստահեցմամբ բազմաֆունկցիոնալ է ու հուսալի։ Ոնց էր, պարոն Քոչարյան։ Ընտիր։ Մնում է պահի այն փորձարկումն ասներսու նոր կորոշենք լավն ու վատը։ Մարզահամերգային համալիրի ներսում արդեն ներկայացված էին հայկական արտադրության անօդաչուներ, զրահաբաճկոններ, սաղավարտներ, ռոբոտներ, զինամթերք ու զենքեր, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջացրել թե տեղացիների, թե արտերկրից ժամանած հյուրերի շրջանում։ Բարձրաստիճան պաշտոնյաները ևս շրջեցին ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթանալով մասնակից ընկերությունների և կազմակերպությունների տեխնոլոգիական արտադրանքին, նորարարական լուծումներին, ռազմարդյունաբերական մշակումներին ու ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։ Грузовой дрон, էսի կամիկադզե կարա դառնա, կարա մինա գցի, կարա ինչ ուզում է, կարա գցի, կարա ռակետ գցի։ Հետախուզը արվածային անօդաչու թռչող սարք է, նախատեսված է հետախուզություն եւ բոմբանետում իրականացնելու համար։ Պանելային քննարկման բանախոսներն էլ անդրադարձան հայկական ռազմարդյունաբերության զարգացման նպատակներին, ներկայացնելով ոլորտի ձեռքբերումները, առկա հնարավորություններն ու խոստումնալից հեռանկարները։ Ես տեսնում եմ 3-5 տարի հետո, որ Հայաստանում մենք կունենանք միջազգային մի քանի խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացում։ Մենք ունենանք սերտ բիզնես կապեր, ինտեգրացիաներ միջազգային այդ ամբողջ արժեշղթայի հետ։ Ընդգծվեց նաև, որ այս միջոցառման նպատակն է ներկայացնել հայկական տեխնոլոգիական և ինժեներական ներուժը, նորարարական լուծումներն ու գիտական ձեռքբերումները, նպաստելով Հայաստանի միջազգային ճանաչելիության և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Տիգրան Վակիմյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։